Սկսենք։ Սկսենք։ Վերադառնում ենք մեր անկախ ոդքասթին, ու այսօր իմ հյուրն է Սարգիս Գիզիրյանը։ Ում հետ լիքը զանազան թեմաներից կխոսանք, ինձ թվում է տարբեր։ Սա քլը մի երկու բառով քեզ ներկայացրա իմանան մարդիկ։ Ով ես, ինչ ես, ինչով ես զբաղվում։ Ես Սարգիս Գիզիրյանն եմ։ Մասնագիտությունը ռազմական բժիշկ եմ։ Ունեմ իմ երկրորդ մասնագիտությունը երաժշտական պրոդյուսեր, այս երկուսով եմ զբաղվում։ Երաժշտական պրոդյուսեր ու ռազմական բժիշկ։ Բժշկությունից խոսանք։ Արա, չէ։ Ռազմական։ Այ դրանից կարանք խոսանք։ Ռազմականից սկսենք, լավ։ Լավ է։ Ռազմական բժիշկ ելնելով որն է քո գործունեությունը, այսինքն դու մենակ պատերազմի ժամանակ ես ակտիվ լինում եւ այլն։ Չէ, դե ընդհանուր խաղաղ պայմաններում եմ, ասենց ասած։ Այդ ամեն ինչի մեջ համ այդ, ասենք, զորամասերի բաների բուժապահովումն է մտնում, համ հոսպիտալային օղակում աշխատանքը։ Մի խոսքով միշտ կա գործ։ Անդադ միշտ գործ կա։ Իսկ ո՞նց է հիմա այդ աշխատանքը, այ մեր զորամասերում եւ այլն առողջապահություն, ասենք, զորամասերում, եթե կարելի է այդ այսինքն խոսքը որակի մասին է։ Հա, որակի մասին է։ Դե ասել, որ լավ չի, սխալ է, ասել, որ լավ է, էլի սխալ է։ Լիքը աշխատելու տեղ կա, չնայած հիմա այն փոփոխությունները, ինչ որ ընդհանուր սա Հայաստանի առողջապահության մեջ են նախատեսում, այդ պարտադիր ապահովագրությունը, որ մարդիկ պետք է ունենան, այս չի կարա անադարձ չունենա արդեն հենց մեր մասի վրա։ Բայց դες այդ պարտադիր այդ բանը առողջապահական այդ փաթեթը sense ասենք, դա ոնց որ sense քիչ-քիչ պետք է ներմուծվես, չէ՞։ Այսինքն դա դες միանգամից կարա նաև զորամասերի եւ ծառայողների վրա էլ տարածվի։ Չէ, ինքը պալեբոմը ծառայողները իրանք ոնց որ բնի ենթակայության տակ գտնվելով իրանք ապահովագրություն ունեն, ապահովագրություն ունեմ, ինչ մտել եմ։ Բանը, բայց խոսքը քաղաքացիական անձանց մասին է, ու քանի որ քաղաքացիական անձինք սպասարկվում, զինծառայողների հարազատները էլի ունեն հնարավորություն սպասարկվեն, բան հոսպիտալներում օրինակ, այդ դեպքում իմաստ չունենա ինքը էլ։ Հենց այդ արդյոք ասա դու ապահովագրություն ունես, դու եկել ես, թե ինչ ես անում։ Այդ դեպքում հոսք կչանա այնտեղ ու այս պալեվումը իր ազդեցություն ունենալու է աշխատանքի վրա։ Կթեթևացնի, բայց դրա հետևանքով ինչ եզրանկման կգա մի քիչ դժվար է ասել, էլի։ Լավ կանադառնա թե վատ, առաջացքից լավ կանադառնա, հա հոսքը կչանա։ Բայց մյուս կողմն էլ կա կաղանապատակարարներ չգտնել, ասենք որոշ կառույցներ պահելով։ Հասկանալի։ Էս ամենակ վատ կողմը։ Հասկանալի է։ Տես արի մի քիչ ավելի ընդհանուր ծառայությունից խոսանք եւ այլն։ Քո ծառայությունը ենթադրենք բանակում եւ այլն։ Ինչով է դա տարբերվում սովորական ենթադրենք շարքային Պողոս Պողոսյանից, sense ասենք։ Դե նախ առաջինը նրանով, եթե զինվորին ես, զինվորի մասնախոսքը շարքային որ ասում ես։ Ինքը իր պարտականություններն ունի բնականաբար որպես զինվոր, ես որպես բժիշկ սպա ունեմ իմ պարտականությունները։ Այսինքն դու ոչ միայն զինվորական մասով ես պատասխանատու քո շրջանակներում իհարկե, նաև բժշկական մասով ես պատասխանում, դրա մեջ լիքը բաներ կա, որոնք դու պետքա իրականացնես, ասած։ Իսկ մենք այդ դպրոցը ունենք այդ զինվորական բժշկության, թե ասենք մի քիչ հետ սովետական հլվանն է մնացել։ Դե օրինակ դե ռազմական բժիշկների ոնց որ կրթությամբ զբաղվում է, բժշկական համալսարանը, ֆակուլտետն է ուրիշ։ Նույն բժշկական համալսարանը, ֆակուլտետն է ուրիշ, նույն բաներն են անցնում ինչ որ, ասենք բուժվակի ուսանողները, բայց ինքը ոնց որ իր մեջ արդեն հավելյալ բաներ էլ է պարունակում։ Ֆիզիկական պատրաստություն։ Ну, այդ իր հերթին, այդ ասենք կոնկրետ օրինակ բուժվակի ուսանողը հետ հավարտից գնում արձինատուրա, մենք ավարտում ենք անցնում ենք ինտերնատուրայից հետո գնում ենք զորային օղակ, հետո նոր արձինատուրա են գնում։ Այսինքն մենք մի 4-5 տարի ուշացումով նոր գնում ենք բան արձինատուրա։ Այդ տարբերությունը կա օրինակ։ Հետո կրթության մասով այդ հետ սովետական բանը իհարկե կա միջև հիմա։ Առհասարակ այդ հետ սովետական ոգին տիրում է։ Դե կա, որովհետև որ նայում ես ոնց որ քեզ կրթող մարդիկ են այդ ժամանակներում եղել ու նորմալ է որ այդ էռան հələ sense իներցիայով գալիս է։ Իհարկե նույնիսկ չի բաներ կա որ չի արվում, չէ։ Լավ բաներ կա որ էլի ներդրվում է, բայց դե մինչև ներդրվում է դու համալսարանը պրծար արդեն։
Գիտես, բացի համալսարանը պրսնելից ավարտելուց, դες լիքը փոփոխություններ է տեղի ունենում, չէ՞։ Այն ամեն ինչ կատարվեց Ղարաբաղում եւ այլն, հիմա տեսնում ենք տարբեր երկրների հետ ռազմական ոլորտում, զենքի արխուվաճառք եւ այլն, Ֆրանսիայից կլինի, Հնդկաստան եւ այլն, բայց հիմա որ մտածում եմ Սարգիս, տենց չեմ լսել, որ կոնկրետ հոսպիտալների վրա եւ այլն, այդպես ինչ որ փոփոխություններ ակտիվ կատարվեն։ Ակտիվ չկա, այդ ես ավելի շատ կոնկրետեսի սուբյեկտիվ է, հենց կապում եմ այն նախորդ թեմայի այդ վատ մասի հետ, այդ ապահովագրությունը, որ վատ կանադառնա, մի քիչ ավելի շատ սրա հետ եմ կապում։ Այսինքն ասելով են, որ նպատակարար չի լինի որոշ կառույցներ պահել, այսինքն դա նշանակում, որ կարող է հոսպիտալներ լինի, որ չգործեն, որովհետև ավելի շատ կծախսի, քան օգուտ կտա։ Օրինակ կծախսես 10 միլիոն դրամ, իրաս ամեն ինչով, օրինակ այդ ամիս 10 միլիոն դրամա ծախսվե, ու 10 միլիոն դրամի էլ բուժապահովում արվե, եթե դա չափելի սարքենք։ Հիմա այս դեպքում կստացվի, որ դու 10 միլիոնի ծախսել ես, բայց 2 միլիոն ես կամ 3 միլիոն ես բան տվել, օգուտ տվել։ Ստացվի, որ քո ծախսը ավելի շատ կլինի քո տված օգուտի դիմաց։ Դրա համար նպատակարար չի լինի պահել, ըստ էության նաև դրա համար փոփոխություններ տենց շատ չի արվում, որովհետև ինչ ես հիշում, որ նույն վիճակն է։ Հա, կարող է մի երկու տեխնիկա տենց ավել բան ասեմ, բայց համակարգային ինչ որ մեծ առաջընթաց չունի։ Խոսքը ստեղ այդքան բժիշկների որակի մասին չի, բժիշկները որակով են։ Ավելի շատ այդ ադմինիստրատիվ հարցերի մեջ է խնդիրը։ Բժիշկների մակարդակի մեջ տենց խնդիր չկա այդքան։ Գիտես, ինձ թվում է շատ ժամանակ է այ ապրես մակարդակի ընդհանրենք եթե ելնել է վարչական ինչ որ պատնեշներ պրոստը խանգարում են, որ լավ աշխատի այդ մեխանիզմը։ Տես ծառայության պահով ինձ մի հատ էլ է հարց հետաքրքրում։ Դու ռազմական բժիշկ ես, մյուսը սովորական շարքային է, մյուսը ենթադրենք բարձր պաշտոն, ինչ որ աստիճանի զինվորական է։ Տես մեր հայերի մեջ, մեր մեջ էլ կա այդ կարծիքը, չէ, որ պետք է եթաս ծառայես եւ այլն։ Հա, բայց ծառայությունը sense կարա տարբեր ձևերով լինի, չէ։ Դու կարաս օրինակ շարքային ծառայես, կարաս բժիշկ լինես, այդ ձևով ծառայես երկրին, կարաս, չգիտեմ, խոհարար լինես բանակի համար, թիկունքում ենթադրենք, դա էլ է ծառայություն։ Իհարկե։ Այս փոփոխություններն օրինակ որ եղավ լինում կրճատումը, հա, 1.5 տարի եւ այլն։ Դու տեսար, որ ասես բուրըն ընկալում, ասես արձագանք տվեց մեր ժողովրդի մեջ, որպես այդ ոլորտի մարդ, ներսի կարծիք դու կասես, ներսում ոնց են դա ընկալում։ Ոչ թե մենք ես շարքային քաղաքացի եմ։ Դու որպես այդ ոլորտի ներսի մարդ։ Դե հենց այդ ախր բանն էլ նրանում է, որ դու կարծիք հալսում ես, բայց մեծ մասը հիմնավորված չի։ Մարդն ասում է լավ չի, ու վсё։ Մարդը ասում է հա դե լավ է, երեխեքը քիչ կծառայեն, մեր զալենը չի էլ, հա։ Ու վсё, բայց չի հիմնավորվում խիա տենց։ Իրա ոնց ասեմ, իրա նպատակները մի քիչ դժվար է ասել ինչն է։ Այս բան պետքա ոնց որ կարծիք ունենալու համար պետքա լավ հիմնավորելու համար այդ կարծիքը պետքա լրիվ տիրապետես ինֆորմացիային, բայց քանի որ մենք ինֆորմացիան լրիվ չենք տիրապետում, շաց մի որոշ ժամանակ առաջ պաշտպանության նախարարը մեկով խոսած այդ հարցի այդ թեմայի շուրջ, ընդհանուր հա թվեր ներկայացվեց ինչ-որ բան, բայց մեկը անորոշ է էլի։ Այսինքն լավ, մենք օրինակ կրճատեցինք, ինչ-որ բան ունեցանք դրանով, հա կրճատեցինք, քիչ գնացին, ծառայեցին բան, փորձեցինք այդ մարդկային ռեսուրսին ինչ-որ ձևով կառավարենք։ Այդ ազատված մարդկային ռեսուրսը։ Հա, ասենք այդ լավ, այդ մարդիկ 6 ամիս շուտ գնացին տուն։ Okay, լավ գնացին, մյուսը եկավ։ Ոնց որ բան չի փոխվում այդ։ Դες կարանք ասենք, որ 6 ամիս շուտ են ենթադրենք աշխատաշուկա մտնում, հա։ Այսինքն բրծանը միանգամից անցած աշխատանքի տնտեսությանը դա կարելի է համարել, որ մեծ օգուտ կտա։ Բայց տես, անձնակազմի հարցով այնց հետաքրքրում, նայ մենք խնդրեմ ունենք, չէ՞ սահմաններ պահել։ Հա, մարդականակի խնդրումը կա։ Թուրքիայի սահմանը դա մի քիչ ուրիշ բան է, այնտեղ սենց ասենք վստահ ենք, որ պատերազմ չի լինելու, տենց բան չի կարող։ Հա, գոնե շրջապով վստահություն կա, որ չի լինում։ Հա։ Ադրբեջանն է մեր հիմնական խնդրեմը, Վրաստանն էլ խնդիր չի, համենայն դեպս այդ ամբողջը պահել, կոպիտ ասած մարդկանց քանակը ոնց որ չէ հերիքի, սենց ասած։ Հիմա այս փոփոխությունն էլ որ եղել է, էլի այդ մտածմունքը սենց առաջանում է, իմ մոդել, քո մոդել երևի ու շատերի մոտ, որ ոնց ենք դա պահելու։ Նայ այս 2 ամսվա պատրաստումները եւ այլն, այդ մոդելը, որ մարդիկ օրինակ
2 ամսով գնացին, վերապատրաստվին։ Զորային հավաքների մասին։ Այո, զորային հավաքների մասին։ Այդ մեխանիզմը կարելի է այնց կիրառել, որ կա տենց ինչ-որ ցանկություն ընդլայնել, կիրառել այն ձևով, որ այդ խնդիրը մի ձև լուծենք, այդ քանակը ապահովելի եւ այլն։ Հենց այդ բանայի այդ ծրագրերից մեկը պաշտպան հայրենացիա ըստ էության այդ միտքը ունի համը շահագրգռող է։ Օրինակ, եթե պետքա գնան այդ 2 տարին կամ տարուկեսը ծառայեն, ասմախ վրարի քեզ փող տամ, դու մնա մի կարծեմ 5 տարի թե ինչ կան։ Արի ծառայի, բայց փող ստացի հետնել։ Այսինքն ինքը ոնց որ դրանով ինչ որ չափով այդ հիմնական մարդկանց քանակը պահում է։ Բայց թվերը ինչ որ նախարարը ներկայացրեց, այդքան էլ լավ թվեր չի, պետքական թիվը չի։ Այսինքն հավաքվում, բայց այնքան չի հավաքվում։ Այնքան չի հավաքվում։ Ու այդ 25 օրյա հավաքները օրինակ իմ համար միտեղ լավ է։ Իր խնդիրները ունի մարդկանց գործից կտրում ես, տնից կտրում ես, ասում ես արի իմ մոտ պոստբա ես քեզ փող տամ, լիքը մարդ ուժում է դրանից, մենք այդ շատ լավ գիտենք, գործի տեղնախնդիրներ ունեն ու տեսնեն, հետո լիքը մարդ փորձում է խուսափել, դրա համար ինչ որ կարծեմ ինչ որ մի բան մտածեցին, որ խստացնեն այդ պահը թե ինչ, բայց ինքը շատ լավ բան է, որովհետև դու զինապարտներին պահում ես պատրաստության մեջ ինչ-որ միտեղ, բայց դա բնակչության մի եկա հատվածի ես պահում։ Բայց ասենք հիմա ոնց է ստացվում, օրինակ յուրաքանչյուր մարդ գնա 25 օր այդ ավտոմատ կրակել, post փակել, այս կողմ են կողմ, բայց մեր կողմից հետո մոռանալու է այդ։ Ինքը պետք է լավ բարբերական բնույթ, ոչ թե տարին 5 անգամ կանչեք այդ մարդկանց, չէ, բայց գոնե տարին 1-2 անգամ պետք է այդ նույն բանը անես։ Հետո փորձես նաև իրանց մեջից հավաքագրես այն մարդկանց, ովքեր որ ավելի ունակ են, ինչ-որ ավելի լուրջ գործ կատարելու, կամ պատրաստ են իրանք ավելի շատ գան, իրանց վարձավճիռը կարողս բարձրացնես դրա հաշվին։ Այսինքն այդտենց մարդկանց դու պետք է փորձես հավաքագրես, ոչ թե տենց զուտ թուղթ լրացնելու համար, որ հեսա իսկ 1000 հոգի բերինք հանենք պոստերը լցինք, բան փողն տվինք, գնացեք տուն հիմա, ոչ թե այդ բյուրոկրատիայի բանն է սովետի, որ թղթի վրա սաղ թույն է, բայց իրականում բան չի։ Երկիրը գոյություն չունի արդեն։ Հենց դա, ոչ թե դրա համար էլ նպատակային, հենց ինձ թվում է մեր նման փոքր պետությունների դեպքում այդ Շահամիրյանի մոտ կա հենց առաջի գրված այդ ազգ-բանակ հասկացությունը, որը 16 թվին առաջի անգամ Հայաստանում խոսվեց, կարծեմ այդ ժամանակվա պաշտպանության նախարարը խոսած քարորիայից հետո այդ ազգ-բանակ գաղափարը, բայց մնաց օդի մեջ։ Եթե իրան մի քիչ ոնց որ բերենք մեր ժամանակներ, մի քիչ փոփոխենք, աշխատենք դրա վրա, ըստ էության արդյունք կունենանք։ Ուղղակի մարդկանց, ես էլ ասեմ, մարդկանց կարծիքը բանակի ու ծառայության նկատմամբ լրիվ այլ է։ Մարդիկ վախում են, ու դա նորմալ է։ Մարդիկ մեծ վախում են, ինչ եղավ, վախում են եւ դրանից եւ այդ քրեական բարքերից, որ արկա է, որը շատ վտանգավոր է։ Ու որից մենք երկար ժամանակ չէինք խոսում մեր բանակին ձեռք չտակ։ Հասկացանք, բանակին ձեռք չենք տալու, բայց դու նայում ես այդ սպանությունների կամ ինքնասպանությունների թվերը կամ այդ բարքերն ես նայում ու մարդկանց պատմածները, դու հասկանում ես, դու լուրջ խնդիր կա այդտեղ։ Պարտադիր չի տանկ ու ավտոմատով մտնես բանակ, որ քանդես, կարաս ներսից քանդես։ Դες գալի առնես ներսից քանդված էր Սարգիս, որտեվ այդ ասես լիարժեք այդ իրան ցույց տվեց պատերազմի ժամանակ, երբ որ արդեն էլ ոչ մեկի բերանը փակել չէր ելնում ու սաղ խոսում են այդ թեմայից, հա։ Որտեվ միջև այդ հիշի ոնց էր, մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք, ձեռք չտակ մեր բանակից չխոսակ եւ այլն։ Բայց օրինակ հիշում եմ այդ ստատիստիկան 30 տարվա մեջ մոտ 2700 հոգի թե ինչ մարդ էր մահացել, ոչ պատերազմական իրավիճակ։ Այդ ներսի այդ բարքերի պատճառով։ Դա 90-ականներին է մտել բանակ իրականում, որի դեմը չկարացին առնեն։ Դե երևի այդ ժամանակվա այդ բաններ էլ ընդհանուր այդ 90-ականների այդ չար ժամանակներ, որ չար վախտերը, այդպես եկավ մտավ բանակ։ Ու չենք կարող։ Իշտա լիքը բան փոխվել է ամեն մտած օրինակ 15 տարի առաջվա հետ, բայց դե ինձ թվում է այդ ավելի շատ ոչ թե դուրս է գալի, այլ այլանդակ կերպ է ընդունում, ավելի մոնստր ձև է ստանում ինքը, ոչ թե դուրս է գալի, չի կարա դուրս գա, որովհետև դու առողջ դաստիարակություն չունես, չի կարա ինքը դուրս գա, ինքը կարա այլա փոխվի դառնա ուրիշ ձև, բայց այդ նույն քրեական բարքերը դուրս չի գալի։ Կերպարը փոխվում։ Հա, լրիվ ուրիշ ձև է ընդունում։ Իսկ թվում է այդ բան էլ կա մի քիչ նո սովետական ժառանգությունից մնացած այդ ռուսնեցեկա դեդավշինը կոչվածը, հա։ Այդ բարքերի ընկալումը որպես նորմա։ Դե այն ժամանակ տենց հիմա փառկասու չկա այդ։ Հիմա չկա։ Հիմա չկա, դա շատ լավ որ չկա այդ դեդավշինը ասածը։ Գիտես,
ուզում եմ բայց քեզ մի հարց էլ տալ, հետ դառնանք մի հատ այդ ազգ-բանակ կոնցեպտին։ Հա, այդ կոնցեպտը շատ շոշափվել է եւ այլ, ու թեորիայում շատ լավ է հնչում, որ մեր ազգը պատրաստ է լինի ցանկացած պահի, ասենց ասենք, զենքը վեկալի ու իրան պաշտպանի։ Ինձ թվում է մեր փոփոխությունները, որ կատարվում է հիմա ներկայումս մեր ռազմական ոլորտում, նաեւ նայում են ուրիշ երկրների օրինակներին, հա։ Իմ մոտ ես չգիտեմ, այդ որոշումները կայացնելուց բանը ներկա չեմ եղել, իմ մոտ Շվեյցարիան է ասոցիացվում, հա։ Իրանց մոտ էլ կա նման տիպ համակարգ, որ տարին մի ամիս թե ինչքան, բոլոր տղամարդիկ, ովքեր կարան ծառայեն, այդ տարիքի մեջ են, գնում են վերապատրաստվում եւ այլն։ Ու ինչն է հետաքրքիր, որ ամբողջ բնակչությունը զինված է։ Այսինքն ոչ միայն զենք պատրաստվում են դրան, զենք իրանց հետ տանում, բերում եւ այլն։ Ընդ որում ինչն է հետաքրքիր, բավական ցածր է իրանց մոտ հանցագործությունների, հրազենից վիրավորանքների, սպանությունների քանակը։ Ստեղ մեր մոտ նույն բանը չի parza, մեր մոտ զենքի վերահսկում մի քիչ ուրիշ է, ավելի խիստ է եւ այլն, բայց քո կարծիքով, քո անձնական կարծիքով դա կարա աշխատի։ Ենթադրենք ոչ միայն մարդկանց պատրաստես, այլ նաեւ զենքով իրանք պատկերացրած Սյունիքում են։ Զենքով իրանք հետ են եթում տուն։ Դա ինչ որ բան կարա փոխի տրամադրությունների նկատմամբ։ Այս հարցի շուրջ։ Խայենց է դա վտանգը ու շվեյցարացին ու հայը լրիվ տարբեր ազգեր են, տարբեր կերպ ունեն։ Հիմա այնտեղ ոնց որ կարա վեճ լինի բոլոր մարդկանց մեջ եւ ստեղ եւ Շվեյցարիայում, բայց այնտեղ բանը զենքին կհասնի ավելի ուշ, քան ստեղ հայերը իրանց էթնոսով լրիվ ու բռնկուն ազգ են, տակարունած շվեյցարացին չէ։ Հետո իրանց մոտ մտածելակերպը ուրիշ է, մեր մոտ ուրիշ է։ Լավ կլինի, որ ամեն մեկը իր համար զենք ունենա, մանավանդ այն մասերը, որտեղ որ ոնց շփման գծին շատ մոտիկ են։ Իրանք ավելի շահագրգռված կլինեն իսկ։ Հա, բայց դե հիմա այդ ամենին մասնակցելու պատրաստ։ Պրոստը ասենք վերահսկողություններ ինչ, հա, sense դրանից ով զենք ունի, ինչ որ կարծեմ տարեկան մի անգամ ոստիկանությունը գնում ստուգում այդ մարդու զենքի պատրոնները, տեղնա, զենքը տեղնա, ասում են հա, всё հաջողություն։ Բայց մի ոստիկանությունը չի քնել այդ մարդկանց դրան դեմը, զենք sense դրանից օգտագործվելու է, եթե մարդու մտքին տեղ եղավ։ Ուղղակի այդ մի բանից ոնց որ փախնելով, հետ կայնելով ավելի լավ կլինի զենք ունենան մարդիկ, բայց այդտեղ ապրող։ Շուտով Երևանում ապրող մարդուն պետք չի բերես զենք տաս։ Ինքը ոչ պոստերին է մոտիկ, ոչ դեմը թուրք կա, ոչ ադրբեջանցի կա կամ էսիմով։ Իրանց գոնե միտեղ հասանելի ասենք, այդ մասերը, որտեղ շփման գծին մոտիկ են, հա մարդկանց կարան տան։ Բայց դե վերահսկողությունը իհարկե առանց ստուգելու կամ բան, անընդհատ այդ ստուգումները բաները լինեն։ Ես գիտես ինչի եմ ասում, տես դու շատ ճիշտ ես ասում, որ մենք ավելի ասենց արագ բռնկվող ենք ու կոնֆլիկտի վերածվող է, բայց ասենց մեծ հանգամանք կա։ Նա եթե դու գիտես, որ ես եմ զինված։ Դու ես էլ գիտեմ, որ դու ես զինված ու կոնֆլիկտ ենք ունենում։ Այդ ոնց որ կարա ինչ-որ զսպող հանգամանք է լինի։ Գիտես խեմ ասում։ Տես, մեր մոտ ավելի խիստ է parza վերահսկում եւ այլն, բայց մեր մոտ կա այդ գրպանի դանագների մշակույթը, չէ՞։ Այսինքն հրազենը չկա։ Քո ասած անողը էլի կանի, կօգտագործի այդ դանակները։ Ու մենք այդ տենում ենք երիտասարդների մեջից, հետ դառնալով են խոսքին, որ ասացիր այդ կրթությունը չունենք, թե այդ բանը չունենք, ընկալումը չունենք եւ այլն։ Այսինքն դա հələ մի չէ ծառայել եւ այլն գալիս է։ Դե հրազեն չի դանակ մոտ ունեն։ Ու այդ իր հետևանքներն ունեն։ Հիմա ես խոսքի կարծում եմ, որ եթե համընդհանուր տեն զինված լինեն, այդ ոնց որ զսպող հանգամանք առնել։ Ոնց որ նույն Շվեյցարիան կլինի կամ Ֆինլանդիան նույն պատմությունն է, էլի, սա բնակչությունը զինված է։ Չնայած էլի կարելի արգումենտացնել, որ դե մենք ուրիշ ենք, ուրիշ զարգացման կետերում ենք։ Դից դա կամ ասենք օրինակ, եթե դու զենք ես բաժանում, մի հատ ոնց ասեմ, մի հատ մարդը հոգեբանությանը վերաբերող, հոգեկան առողջությանը վերաբերող մի հատ բան ասնի, տենաս էս մարդը հոգեկան հիվանդ չի թաքնված, որ չանի աչուձախ սկսի մարդկանց կրակելը կամ մի խոսքով։ Կարա լավ քննություն անցնի, ասենց ասած բժիշկների կողմից, մասնագետների կողմից, նոր այդ զենքը տան, հա այդ դեպքում արժի։ Այսինքն դու հոգեպես պրակտիկ առողջ մարդու ձեռը զենք տաս, ոչ թե ամեն մեկին, տենց չի լինի։ Դե հա օրինակ այդ նույնը Ամերիկայում ռազմի դպրոցներում, հա, գոնե տենց, որովհետև եթե մարդը ուզենա զենք ձեռք բերի, ինքը գիտի ոնց ձեռք կբերի, հաստատ դրա ձևը բոլոր երկրներում եկա, բոլորն է գիտեն, որ իլեգալ ձևով ոնց կարելի է զենք ձեռք բերել։ Մարդիկ կան են տենց։ То есть, այսինքն պետք չի այդ մտքից փախնելով, որ մենք բան ենք տես, ջղայն ազգ ենք, ուրիշ ենք, ես կողմ ենք կոմ կտանք սպանեն իրար,
Դրանից փախնելով մենք սահմանամերձ տարածքում շատ սա Հայաստանն է սահմանամերձ, բայց вообще սահմանամերձ տարածքներում ասենք մարդկանց ձեռը սենք չտաս, չէ։ Դիվերսիայի հավանականություն կա, բան կա, հազար ձեւի բան կա, մարդիկ վախում են։ Հիմա ասենք դժվար է այստեղ ապրողներից համար պատկերացնել, որ կարող է քնես մեկ է գիշերը կարակեն բան ասենք, չգիտեմ, պատուհաններիդ վրա։ Օրինակ, դες դեպի համեմատենք, չէ՞ որ տենանք ոնց է այդ աշխատում մոդելը։ Իսրայելում օրինակ է դեպքեր, երբ որ եղավ հոկտեմբերի 7-ի եւ այլն, Գազայի հետ սկսվեց այդ ամենը, այդ կողի բնակավայրերում, հա, Գազայի շուրջ բնակչությունը զինված է եղել։ Զգալի առումով, այդ թույլատրված այգու ասած սահմանամերձ շրջան են։ Ու այդ օգնել է շատ-շատերին ուղղակի փրկվել։ Այսինքն այդ կարելի է այն որ մենք հենց մի խոսում ենք բարձրաձայնում ենք այս կարելի լավ sense ազդակ լինի, որ միգուցե նաև եւ դիտարկվի այդ շատ կարեւոր է։ Արի մի հատ էլ հարց քննարկենք։ Էլի ես ուզում եմ բանակի եւ բանակի մերձ որպես մարդ դու կարծիք ասես։ Տես, այն խաղաղությունը, որ հիմի գնում է Ադրբեջան, Հայաստան, հա, այս քննարկումի եւ այլն քայլերը, որ այդ ունեն։ Դու հավատում ես, որ կարա ինչ-որ բան լինի։ Օրինակ խոսք կա, չէ՞, մենք խոսք ունենք, ասում են Թուրքին մատը տաս, ձեռդ կպոկի կտանի։ Խաղաղություն կարա լինի։ Դրանց խաղաղություն ասելով ինչ ենք հասկանում։ Խաղաղության տակ մենք ինչ ենք հասկանում։ Խաղաղությունը այս պահին էլ կարա ասենք խաղաղություն։ Հիմա խաղաղություն չենք կրակում։ Մենք հաստատի պատերազմի մեջ ենք։ Երկարատև։ Հա, մենք պատերազմի մեջ ենք հիմա էլ։ Ասեն պատերազմը մենակ ավտոմատու տանկը չի։ Այդ պատերազմի մեջ հազար բան կա։ Այդ նույն քարոզչական պատերազմը եւ այլն, այդ կիբերհարձակումները որ լինում այսքան։ Ինչ վերաբերում է կոնկրետ ռազմական հակամարտությանը, հա, լավ ընդունենք, չկա, բայց չի կարա չլինի։ Այդ sense տենես կլինի։ Վաղ թե ուշ էլի։ Վաղ թե ուշ կարա լինի։ Որովհետև ինչքան այդ բանակցային սեղանի վրա այդ հարցերը տենց անորոշնես մնացին, ձգձգվան, գալու են վերջում հաստան հակամարտության։ Ոնց որ Ղարաբաղի դեպքում եղավ։ Ձգվեց, ստեղ իշխանություն փոխվեց, անդե միշտ իշխանությունը նույնն է, ստե փոխվեց։ Այսինքն մեր մոտ անդադ փոխվում էր, բայց իրենց մոտ լրիվ նույնն էր մնում։ Հա։ Մենք ըստ էության ոնց որ մեկ թեկուզ եթե մեկի արածը շարունակելով գայր, էլի կարող լրիվ ուրիշ արդյունք ստանայր։ Բայց այստեղ չկար այդ, ոնց որ մեկը մեկին չէր շարունակում, այդ բանը մարդկանց ուղեղը լցել այդ ոչ մի թիզականությունը կամ բանը, որ մեզնից ուժեղը չկա, մենք սաղից լավն ենք, ավելի ֆրուստրացիայի բերեց մեզ։ Այդ կորուստը տարոշակի պարտությունից հետո, որտեղ sense տենց էդի լրիվ պատերազմի ավարտ չէր, պատերազմի մի փուլի ավարտ էր ինքը։ Բայց հետո հիմա sense տենց բնության մեջ ոնց է, ինչքան պոպուլյացիա մեծ է, այնքան իրան ավելի մեծ արյալ է պետք։ Հիմա մեր հակառակորդի պոպուլյացիան էթալով մեծանում է, իրան ավելի մեծ արյալ է պետք։ Զուտեսի կենթանական աշխարհի մակարդակով եմ ասում։ Մենք էլ ենք կենթանի սուրճ շատ է որ բանականություն ունենք։ Այս նույնիսկ մենք չենք մեծանում ու այդ արյալը ոնց որ մեզ սկսում ավելի շատություն անելը։ Ու այդ լավ չի։ Փոքրանում է քիչ-քիչ։ Այդ արյալին մենք ավելի անհամապատասխան ենք դառնում ու էդի վտանգ է։ Սենց թվեց բնության կողմից կառավարվող ենք մենք։ Համաձայն եմ այդ բնության կողմից այդ ցանկությունը տարածվել, բայց պահեր կա, որ օրինակ համաձայն չեմ Սարգիս, տես այնքան ուզում այդ կենթանականը ըլնի, միևնույնն է, ասենց կան նորմեր եւ այլն։ Նորմեր չասեն, որ Ադրբեջանն է հետևում։ Կարող է որ պարտադրվում, ուղղակի ասվել է սահմանները սենց են, հա։ Չեք փոխում դա։ Դա զսպող հանգամանք ոնց որ լինի իրենց համար։ Բայց ես ճիշտ հասկացա, որ վաղ թե ուշ քո կարծիքով էլի կրակելու է։ Էլի հանգած կրակը էլի վառվելու է։ Դες մենք լիքը խնդիրներ ենք ունեցել բանի հետ էլ, պարսիկների հետ էլ, էլի մեր հարևանն է։ Մեզ քշել են Նախիջևանից, Պարսկաստանի խորք եւ այլն, այդպես են, օրինակ ադրբեջանցիները մեծամասնություն դառել Նախիջևան եւ այլն։ Բայց այսօր ոչ մի տենց ինչ-որ էմոցիոնալ բան չկա, չէ՞, օրինակ պարսիկներին նկատմամբ։ Հա, Պարսկաստանը մենք ասես մեծ հաճույքով բան իրանց այն քիչը ինչ մնացել աստ ինչ որ պարսկական մսկիթ կլինի բան վերահսկում ենք այնց աշկի լուսի պես եւ այլն ո՞նց է ստացվել որ այդ մի ժողովրդի հետ ստացվել է այդ մոռանալ տշտշոցը այս մյուսների հետ այքո ասած ոչ մի թիզականություն Ղարաբաղի հետ ենք բերելու հələ Արևմտյան Հայաստանն էլ հա դե հենց դա Սերգնայի այդ լրիվ կոնկրետ ժամանակում կոնկրետ իրավիճակից ու կոնկրետ ղեկավարություններից է կախված։ Հիմա ինչ ես մտածում, թե Պարսկաստանում այն մարդիկ լինեին
ղեկավար այն գիծը շարունակվեր, ինչ որ հայերը այդ խնդիրներ ունեն, ասենք այդ ժամանակվա գիծը շարունակեին։ Այդ նույն նարատիվներով, նույն քաղաքականությունը այդար մենք մի Պարսկաստան այդ խնդիր չէինք ունենա, իհարկե կունենայինք։ Ասածից իմաստն է, որ օրինակ եթե նույն մեր պոտենցիալ երկու հակառակորդ երկրներում ղեկավարությունները փոխվեն ու իրանց մոտ էլ իրոք խաղաղության օրակարգի ինչ-որ բան լինի, ու ցած մի քանի տարի շարունակեն այդ ամեն ինչը, հնարավոր է այդպես ինչ-որ արդյունքի հասնել, բայց ես մի քիչ կասկածում եմ դրա վրա։ Ադրբեջանը ավտորիտար երկիր է, լրիվ թագավորական ձևով են այդում հողից ժառանգական սուլթան է։ Ես հաստատ չեմ հավատում։ Ու երևի թե հիմիկվանից հաջորդող որ գա, անունը չտամ էլի, հաջորդը որ գա կարող է մի ավելի ագրեսիվ, մետիսիմիչ, ավելի վտանգավոր տեսակը լինի։ Իսկ Հայաստանում անորոշ է, մենք չգիտենք եկող տարի ինչ ալնելու вообще ընտրությունների։ Այնտեղ գոնե հստական դա գիտեն այս մարտը ալնելու։ Գահաժառանգ ունեն։ Հա, դե գոնե գիտեն ով է լինի։ Ստը մի քիչ չես պատկերացնում ով կարա լինի ու այս հիմիկվա իրանց այդ բանակցային գործընթացից sense ուր կշեղվի լրիվ ուղղությունը։ Կարող է ավելի լավ ուղղությամբ գնա, կարող է ավելի վատ ուղղությամբ գնա, կարող է արագացնի հակամարտության տեմպը, ոնց որ ավելի մոտիկանանք այդ ռազմական հակամարտությանը։ Ես հարց եմ տվել շատ բարձր պաշտոն զբաղեցնող մեկին Հայաստանում, որ այդ հարցերով զբաղվում է։ Ու ինչքանով է, ասենք, ինչ երաշխիք կարակ տակ, մանր երաշխիք ունենք, որ այս լավ թվացյալ 2 տարի ոչ մի հակամարտություն չկա ռազմական առումով, բայց փորձը ցույց է տալի, որ 44 օրյան տապալվել է ձեր սխալ կառավարման հետևանքով, ոչ թե մեր զինվորներն էին անդուխ կամ սպաները կամ կռվել չգիտեին այս կոմենկոմ։ Խնդիրը ձեր կառավարման մեջ է եղել։ Ու դա տենց է, ես անընդհատ ուսումնասիրել եմ, հասկանում եմ խնդիրը զինատեսակների մեջ էր, ինչի մեջ էր, մեր զինվորներն ու սպաներն էին այդքան վատը, չէ, խնդիրը կառավարման մեջ էր։ Կառավարման մեջ կարող լինի լոգիստիկան էլ այս հարց։ Հա, այդ նույն բայց մեկը մեկից տեղյակ չլինելը նաև այդ քաոսային վիճակը հենց կառավարման բացակայությունից է գալի։ Այս թեման ես հենց այդքանը հաշվի առնելով հարցը տալիս եմ այդ մարդուն, ասում եմ երաշխեք դու որ մի 4-5 տարի հետո նույն քանակի մարդ չես տանել հողի տակ տնես։ Իսկ մենք երաշխիք ունենք։ Դե հենց այդ մարդը պետք է երաշխիք տար չտվեց։ Չտվեց։ Իհարկե չտվեց։ Որտե՞ց տա, որ իրանց համար էլ է սենց Լարա խաղացի պես այդում գալիս է, սենց մի իրանք չեն հասկանում ըստ էության։ Ասում բարդ է, այսինքն դոյս պետքա գոնե ժողովուրդը հա պետք չի պանիկայի մեջ ընկնի, բայց պետքա յուրաքանչյուր սցենարել պատրաստելն էլ, որտեվ անկանխատեսելի է ապագան։ Գոնե մի հատ կլուսաբանես, իմ մոտ sense մի հատ հարց առաջացել։ Օրինակ դες շատ արտասահմանից շատ մարդիկ են գալի, չէ՞, այդտեղ աշխատել են Հնդկաստանից, այդ ասիական երկրներից եւ այլն։ Ես իրանց կարգավիճակին այդքան ծանոթ չեմ, ոնց է այդ մեխանիզմը աշխատում։ Եթե դու քաղաքացի ես դառնում, դու պարտավոր ես ծառայես։ Հայաստանում ոնց է աշխատում։ Իմ իմանալով Հայաստանում տենց է։ Բայց եթե իհարկե 27 տարեկանից ցածր չի էլի։ Ահա։ Եթե 27-ից ցածր է, կարծեմ բանակ կարան տանեն։ Գիտես ինչ եմ ասում։ Ֆրանսիական արտասահմանյան լեգիոնի մասին լսել ես։ Մանրամասն եմ։ Այդ լեգիոնը ռազմախումբ է, որը կազմված է մենակ արտասահմանցիներից։ Նպատակը հիշեցի։ Նպատակը այն է, որ այդ մարդիկ գալիս են 4 տարի ծառայում են քո երկրի համար, ու հետո իրանք պարգևատրվում են քաղաքացիությամբ։ Շատ հեշտ ընթացակարգ է այդ։ Եվ իրանք վարձատրվում են այնտեղ տարբեր բենեֆիտներ կա, որ ստանում են եւ այլն։ Ինչն է ստե հարցը, որ ինչ պատերազմ եթե եղավ, առաջինը այդ մարդիկ են լինելու շարքի առաջ, ասենց ասենք, կրակի առաջ։ Հիմա որ Հայաստանում օրինակ նայում եմ, այդքան մարդիկ գալիս են, աշխատում են, քաղաքացի են դառնում եւ այլն, ասենց մտածեցի կարելի է միգուցե ստել նման տիպ բան։ Դա Հայաստանում ամենամեծ հոսքը որտեղից է, Հնդկաստանից է, չէ՞։ Դες իրանք շահագրգռված կարան լինեն, որ ենթադրենք այդտեղ քաղաքացի դառնալու։ Դու այդ ռեսուրսը, այդ մարդկային քանակը ապահովելու արդյոք այդ նույն արդյունավետությունը կտան իրանք։ Ասում եմ մենք սկի մերոնց վրա չենք կարող, շատ ուրիշի վրա կարենան։ Գիտես, բայց ինչի մարել եմ այդ ասում, Սարգիս, այդ ոնց որ լավ միջոց է այդ մարդկանց, ինչ ասեմ, հայացնելու, ուծացնելու միջոց է։ Կա տես բան, հենց հա։
Կարող գիտես որ դեպքում կարող դիսակ եթե լիք ազգերից մենք ստե բան ունենանք հոսք ունենանք ոչ թե տենց 1-2-ից գիտես ինչ եմ ասում տես մեջ բնակչության մեջ է տարածված sense միֆերից մի քանիսը չէ որ 90-ականները չգիտեմ ինչքանով է միֆ եւ այլն վստահ եմ էլ ինչ որ հող ունեցել է դա եղել այն որ Ադրբեջանի կողմից շատ վարձկաններ են եղել Ուկրաինայից եւ այլն սնայպերներ էս կոմ վարձկաններն էլ էս վերջի պատերազմի Սիրիայից կոնկրետ մենք տեսանք իսլամիստներ այսինքն եթե այն հələ կարանք ասենք ինչ որ միֆ էր էս գիտենք որ կար մենք բռնել ենք մի քանիսին ու հիմա էլ ինչ որ բաներ են այդում փոխանակման քննարկումներ եւ այլն այսինքն իրանք օգտագործում են ինչ ձեռնետա կլինի դες դու ասում ես իրանք քանակը աճում ու արեալն են ուզում լայնացնել չէ մեր հերք չի պակասում է մենք ոնց որ մենակ մերն ենք օգտագործում ասես չենք մտածում որ կարելի է այնել օգտագործել Պրոստը ես չեմ հիշի այդ կամ Մակիավելի մոտ եմ տեսել կամ Սունցզի մոտ եմ տեսել որ ասում եմ մեկը պալևումով վարձկանը քո երկրի մար վտանգ չի կռվի չի կարող ոնց որ քո զինվորի տեղը հանի Ուղղակի այն ժամանակվա պատերազմները ախր մի տեղ ուրիշ բնույթի էին, հիմա ուրիշ բնույթի են։ Հիմա մարդկային ռեսուրսը փորձում են օգտագործեն ստեղով, ոչ թե ստեղով։ Ավելի թվում ռոբոտացման, ավելի ավտոմատացման այդ։ Բայրակթարները մեզ վառում։ Հա, օրինակ այդ։ Հիմա դրան է այդում, արդյոք մենք արժի մարդականակ շատացնենք, իսկ եթե մենք գիտատեխնիկական մասի վրա օգտագործենք այդ ռեսուրսը, դից ինձ թվում ավելի արագ կլինի, ավելի արդյունավետ կլինի մենք նախ քանակով հասկացանք քիչ ենք լավ բայց գիտես գիտատեխնիկականի համար ուր տանենք այդ մարդկանց մի նորից նույն գյուլի բերան դնենք ավելավա այն մարդկանց հավաքագրել ովքեր որ պոտենցիալ ունեն ինչ որ մի բան զարգացնելու պահել իրանց ամեն գնով պահել էլի միանշանակ թեկուզ 18 տարեկան չի 18 տարեկանն էլ տենց ուղիղ ջուրա լիքը 18 տարեկան էլ կան լավ է մոտ ես այն առումով եմ ասում, տես գյուլի բերանդ ու շատ լավ բնութագրիչ ոնց որ Ֆրանսիայի օրինակը այդ իրանց արտասահմանյան լեգիոնին են առաջին այգու ասած գյուլի բերան ուղարկում իրանցը պահելով հասկանում ես ես այդ տեսանկյունից եմ նայ որ առաջինը մերը պահենք այդ մարդիկը անձնական ենթադրենք ինքնական եկել են վարձատրում են դրանց պատրաստ են այդքան մերը դեմ չտանք էլի դու մի հատ հետաքրքիր բան շեշտեցիր Սունձիի մոտես դուրս է եւ այլն մեր դիտորների համար ասենք Սունձին հայտնի չինական հեղինակ է եղել հələ անտիկ ժամանակների ու մի հատ շատ հայտնի աշխատություն ունի չէ պատերազմի արվեստը այո այդ գիրքը միջև այսօր ակտուալ է ու շատ երկրների պաշտպանության նախարարների ձեռին կարաս տենաս այս կադրը ձեռներին այդվում են գործի եւ այլն այդտեղ մի հատ հետաքրքիր գաղափար է արտահայտվում որ երբ որ թույլ ես ցույց տուր որ դու ուժեղ ես ու հակառակ երբ որ ուժեղ ես ցույց տուր որ թույլ ես այդ թշնամուն ասենց ասենք խաբս տալու համար բայց երբեք թշնամու հիմարության վրա հույս չտնես որ ինքը սխալ կանի ու դու կօգտվես այդ երևի մեր համար մեծ դաս պետք է լինի մենք շատ ենք չէ իրանց թերագնա հասել այդ քարոզչությունը քիլդեմը բանը որ մենք արվում էր այդ իր ազդեցություն ունեցավ հա իրանք ոչխարեն են կոմիկոմ նույնը գիտես նույնը դաժե բան կա Հիտլերի մոտ կա որ մենք անֆիմեշ գրած ասում ենք բրիտանացիներին այլ էինք պատկերացնում բայց պատերազմի ժամանակ պարզվեց որ բրիտանացիները լրիվ այլ ազգ են այդ առաջի համաշխարհային մասնախոսքը ինձ առաջի համաշխարհից հետո ինքը ներկայացնում է ինքը մասնակցել է որպես զինվոր ասենք մասնակցել է հա ու ասում է որ մեր իմացած սովորած բրիտանացին տարբերում էր իրականում դաշտում գտնվող բրիտանացուց մենք խապված էինք դրան նույնն էլ մեր մոտ էր այսինքն դու ես մոտ թշնամու չես ճանաչում արդեն լավ չի մենք դուսա գալու որ տենց այդքան էլ չենք ճանաչում անընդհատ ինչ-որ բաներից ենք փորձում կախվենք գումարած քարոզչական պատերազմը դի որը այս լավ տեղ չի տանելու դրա դեմ չենք կարող դուրս գանք մի ձև բայց իսկ թվում է ինչ որ առումով երևի ջրի երես եկել է դες այն ժամանակ ասենց հալած յուղի նման էինք ընդունում որ իրանք SNN-ն են մենք ամենալավն ենք այս ընկերքում հետո երևաց որ չէ մենք լիքը թերություններ ունենք իսկ իրանք առաջ են գնացել իրանք ինչ որ NATO-ի ստանդարտներով բան մենք ոնց կամ քիչ թե շատ նույնն էինք մնացել հիմա ասենց պարզ եղավ այդ
ոնց ասեմ, շատ ժամանակ մեծ փոփոխություններ տեղի ունեն, sense կատաստրոֆիկ իրադարձություններից հետո։ Այդ նույն Գերմանիան էլ եթե նայենք, այդ կատաստրոֆիկ պատերազմը պարտվելուց հետո մի ուրիշ երկիր է այսօր դառը կամ Ճապոնիան, հա։ Հիմա երևի ցավոտ խայլը պետք է լիներ, որ մենք առաջ եթայինք։ Դե հա, ոնց մենք ի համեմատ ոնց որ լավ դանդաղ են գնում։ Հա, կամ առաջ հետ դեպի առաջ են գնում։ Հետ դեպի առաջ։ Վարդան Պետրոսյանի լավ խոսքերից է։ Հիմա ասեմ, չգիտեմ, այս պահին մեր ընդհանուր քարոզչությունը, երկրի ներսում քարոզչությունը արտաքինը դնենք մի կողմ, ինչա գալի դեպի մեզ, մեր ներքին քարոզչությունը, մեր պատկերացումները, բանը կոնկրետ այն բազային հարցերում պետքա նույնը լինի։ Այսինքն բազմակարծություն չպետք է լինի։ Հարցեր կա, որտեղ պետք է սա սենց ենք մտածում։ Հա, արդեն մնացած ինչ-որ տարբեր հարցերում առօրյա մարդիկ կարող են լրիվ տարբեր կարծիքներ ունենալ, բայց ինչ վերաբերում է պետական անվտանգությանը, սա պետք է մի ձև մտածեն։ Մի հատ ինչ-որ մոդել պետք է հասկանանք մենք, ու էդի ոչ իմ գործն է, ոչ քո, այդ կոնկրետ այդ ապարատի պատասխանատու ապարատի գործն է։ Մշակել մի հատ նենց նարատիվ, մի հատ նենց ոնց ասեմ, մի հատ նենց պատկերացում, որը մեզ վնաս չի տա առաջի հերթին, եթե դաժե հակառակորդին վնաս է, գոնե մեզ վնաս չտա։ Քննարկման ենթակա է չէ։ Հա, всё, սենց է, օրինակ բանի, ասենք, ցեղասպանության թեմա ո՞նց է, քննարկման թեմա չի։ Всё եղել է, մենք էլ գիտենք։ Ես մասամբ եմ համաձայն քո հետ, թեմաներ կան, որ հա, պետքա քննարկման ենթակա չլինեն, բայց էլի բազմակարծությունը դες բերմաներա, որ ոնց որ զարգացում է այդում։ Հա, բայց այդ բազմակարծության հետևանքով ես դու մի հատ բան մշակում մոդել։ Այսինքն այդ մոդելը մշակեցիր, այլ պետք չի շարունակել այնքան ժամանակ, մինչև ինքը որ արդեն բան չի դառնա իրան։ Այդ համաժամանակի էլ չի լինի։ Մի հատ կոնկրետ պետական անվտանգությանը վերաբերող հարցեր կան, որոնք պետք է բոլորը մտածեն մի ձև։ Այդ ձև են շարժվում։ Всё, այս մեր ծրագիրն է, մենք այս կետից գնում ենք այս կետը, այս դրոշը ձեռներս։ Թե չէ, բայ եկեք լավ սենց անենք, բայ եկեք չէ, ամեն մեկը գա իր հերթին փոխի, կստացվի, որ մենք առաջ չենք գնում։ Ոնց որ շենք ուզենաս սարքես, մի հատ քար դնես դե, մի հատ քար տանես դնես ընդե, այն մի հատ քար դնես ընդե, որ պատկերացրա ամեն մեկը ղեկավարությունն է։ Ամեն մեկը քարը մի տեղ դնում, դիտողում շենքը տես չի սարքվում։ Շփատը ոնց է շարում, հերթով սիրուն դնելով բարձրանում ես, չէ՞։ Այս այդ մոդելի բացակայությունն էլ այդ քարը տարբեր տեղեր դնելն է։ Ոնց միանգամից երրորդ հարգը պլան գծի շենքի, նոր սկսի կառուցել, հա, ոչ թե ընթացքում։ Հա, մեկը գասի ես մենակ երրորդ հարգն եմ ուզում սարքենք, բան առաջի երկրորդը պետք չի։ Երրորդ սարքենք։ Հասկանա։ Այդ մասը մի քիչ տխուր է մեր վիճակը, բայց ներսում այնանգ փոփոխություններ են ունենում։ Դե հա։ Հուսանք այդ կատաստրոֆիկ իրադարձությունները կտանի դեպի լավ։ Սարգիս, Արմենիա ցենց ավարտական հարց տամ։ Խնդրում եմ մի նախադասությամբ պատասխանես։ Ու թեմայից դուրս կլինի, թեմայի շրջանակներում կլինի առհասարակ։ Սարգիս, ի՞նչն է, որ մենք սխալ ենք անում, ու արժի շտկել։ Մի նախադասությամբ ու ինչը կշտկեմ, ես տխուր հարց։ Ուրիշ բարդ է, ասես մի նախադասությամբ մտածում ասեմ։ Կարես մտածես։ Okay, մտածենք։ Ինչն է սխալ ու պետք է ուղղենք։ Ինչն ենք սխալ անում, որ արժի շտկել ուղղենք։ Առհասարակ պարտադիր չի, ռազմական ոլորտում։ Ռացիոնալ չենք մտածում պրոստը։ Ոչ մեկս։ Մեծ մասը մենք ռացիոնալ մտածողություն չունենք պրոստը։ Սարգիս Գիզիրյան, շնորհակալ եմ։ Ես էլ Շատ հետաքրքիր էր իմ համար։ Ուսամ մեր դիտորդների համար էլ էր հետաքրքիր։ Հա, ուսամ։ Ու մենք շատ շուտով էլ կվերադառնանք։ Հա։ Թողեք ձեր մեկնաբանությունը։